Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներին։ Սիրելիներ, սկսել ենք տոնական բաղադրատոմսեր ներկայացնել արդեն կամաց-կամաց։ Մի քիչ շուտ եմ ուզում անել, որպեսզի կարողանաք ընտրություն անել իմ ալիքում հազարավոր, արդեն չգիտեմ որքան տեսակի խմորեղեններ, ուտեստներ, աղցաններ, կարող եք շատ հանգիստ օգտվել, ընտրել մեծ ընտրություն կա։ Բայց այսօր կողք ենք դնում տոնական ուտեստները, որովհետև ամենօրյա ուտեստներն էլ չէ, պետք է պատրաստեք, այսօր վարդ տոլմա ենք պատրաստելու, ամենահամեղ ուտեստներից մեկը, չգիտեմ ինչու է կոչում վարդ տոլմա, ես օրինակ կասեի ավելի շուտ, արագ պատրաստվող խինկալի կամ պելմենի, չգիտեմ, եթե դուք գիտեք ինչու է կոչում վարդ տոլմա, կարող եք մեկնաբանություններով գրել։ Առաջին գործողությունը պատրաստելու ենք խմորը, շատ արագ հեշտ պատրաստման ձև է։ Ես մի քիչ կաթ եմ օգտագործում, 200 գրամանոց բաժակ է, մեկ բաժակը կաթ, իսկ մյուս մեկ բաժակը ջուր։ Ես այսպես եմ օգտագործում, եթե դուք այլ տարբերակներ գիտեք, խնդրում եմ ձեր տարբերակները միշտ գրեք, ինձ դա շատ հաճելի է։ Ու մեկ ձու։ Խառնում ենք։ Բնականաբար աղ ենք անելու, որովհետև խմորը աղ պետք է ունենա, չէ՞։ Մանր սովորական աղ, սա ըստ ճաշակի է։ Ես մեկ թեյի գթալ ամբողջությամբ ավելացնում եմ։ Հիմա այս ամբողջին ավելացնում ենք այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպնող փափուկ խմոր, որ կարողանաք գռնակով աշխատել։ Իհարկե, որքան պինդ լինի, այնքան ավելի ձիգ ու ավելի լավ խմոր է ստացվում, դա շատ կարևոր է։ Ես ձեզ ասում եմ այսպես, քանի որ ալյուրի հստակ չափ չկա գրամով, ցույց կտամ ինչպես է, ինչպիսի խմոր պետք է լինի, այն դուք այդպես չվախենաք, որքան պինդ լինի, այնքան լավ է ստացվել, ուղղակի պետք է կարողանաք գռնակով բացել։ Ալյուրը վերցնում ենք ու ավելացնում ենք։ Դե նախապես կարող ենք մի անգամից շատ ավելացնել, քիչ-քիչ ավելացնել այստեղ այդքան էլ կարևոր չի։ Իդեպ ոչ սոդա, ոչ խմորիչ, ոչինչ չկա այս խմորի մեջ։ Ամենահեշտ, ամենաարագ տարբերակն է։ Պատրաստելու ենք կողք տնենք, մինչև միջուկը պատրաստենք, ինքը կհանգստանա ու արդեն կարող ենք պատրաստել։ Արագ պատրաստման տարբերակ է, շատ հեշտ ուտեստ, կարևորը միսը ունենանք, մնացած բաղադրիչները գիտեք, ցանկացածի սառնարանում են, լինում են։ Ցանկացածի պահարանում, ալյուր, ջուր, կաթ, չէ, ուներում ենք։ Հիմա արդեն ձեռքերով եմ խմորը հնցում։ Կուղարկեմ այսպես։ Ամանը պահում ենք, որ թողնենք խմորը ներսում հանգստանա ու խմորը հավաքում եմ։ Արդեն տեսնում եք, ես ալյուր հիմա էլ չեմ ավելացնում, սպասում եմ հավաքվի, եթե անհրաժեշտությունը կլինի, կարող ենք ավելացնել, եթե ոչ, բայց ինքը այնքան լավ հավաքվում է։ Իմիջայլոց այս խմորով կարող եք շատ ուրիշ բաներ էլ պատրաստել, օրինակ, եթե կաթով չպատրաստեք, կարող եք լավաշ պատրաստել, կարող եք հենց խինկալի, կարող եք պելմենի, ինչ սիրում եք, ցանկացած տեսակի միջուկ ավելացնել և պատրաստել։ Ընտիր խմոր է ստացվել, ուղղակի խմորը պետք է մի քիչ երկար հնցել, որպեսզի գլուտենը աշխատի ու իր գեղեցիկ շապիկը կազմի, ավելի հեշտ աշխատենք խմորի հետ վերջ։ Փափուկ, բայց ձեռքերին չկպնող խմոր է, այսպիսի տեսք պետք է ունենա, որպեսզի ձեր համար էլ հեշտ լինի։ Ուղարկում եմ նորից նույն ամանի մեջ, թողնում ենք, որ ինքը հանգստանա ու պատրաստում ենք միջուկը։ Հիմա համեմում ենք միսը։ Միսը ընտրեք ինչ ուզում եք, աղացած միս, ուզում եք խոզի միս, ուզում եք տավարի միս, իմ մոտ խառն է, մի քիչ խոզի, մի քիչ տավարի, այդպես եմ ձեռք բերել ու համեմում ենք։ Աղ, ամենակարևորը։ Կարմիր պղպեղ, ամենակարևորներից։ Ես մի քիչ առատ եմ կարմիր պղպեղը ավելացնում։ Սև պղպեղ, քանի որ մի քիչ կծու է, քիչ կավելացնեմ, բայց պարտադիր է, որովհետև շատ համեղ է։ Ամենակարևորներից սխտորի փոշի, մեկ ձու, երկու գլուխ էլ
սոխ եմ աղել, իդեպ միսը 1 կիլոգրամ է։ Ու հիմա հունցում ենք, լավ պետք է հունցենք։ Վերջ, միջուկը պատրաստ է, եթե նկատում եք, պետք է ինքը շատ փափուկ լինի, յուղոտ փափուկ լինի, որպեսզի համեղ լինի ու խմորի վրա կարողանանք տարածենք, շատ պինդ տեսք պետք է չունենա։ Սիրելիներ, մսին չենք ավելացնում, ոչ կարտոֆիլ, չենք ավելացնում հաց, ոչինչ չենք ավելացնում, միայն ձու, սոխը լավ տրորեք, որպեսզի իր ջրային հատկությունը այսպես փափկացնի, որպեսզի լավ տարածվի։ Ես բլենդով եմ միշտ մանրացնում, երեխաներս այդպես չեն նկատում, համի մասին խոսք չկա, իրենք սիրում են, բայց երբ որ նկատում են սոխը չեն ուզում ուտել։ Վերջ խմորը հիմա, տեսեք, հանգստանում է, գրտնակով բացում ենք ու տարածում։ Վերջ շատ աշխատանք ունենք անելու, կհանդիպենք։ Սեղանը մի փոքրիկ ալորոտում ենք հեշտ աշխատելու համար։ Ես խմորը կբաժանեմ երկու մասի, այսպես, սկզբից մի մասն ենք անելու, հետո մյուս մասը։ Գրտնակով ուղղակի պետք է բացենք խմորը։ Դե բնականաբար սիրելիներ, որքան բարակ բացենք, այնքան լավ։ Հիմա գրտնակս կփողեմ, որովհետև ես այս գրտնակին անվանում եմ խաղալի գրտնակ է, բայց շատ եմ սիրում։ Ինձ աղջիկաս ընկերուհին է նվիրել, հաճույքով օգտագործում եմ։ Բացեցի, մի փոքրիկ դանակով էլ եզրերը հավասարեցրի, որքան բարակ բացեք, բնականաբար այդքան լավ է ստացվելու, սիրելիներ։ Տեսեք, ես էլ ալյուր չեմ էլ ավելացրել, այնքան էլաստիկ է ստացվել խմորը, որ սիրուն բացվում է։ Շատ հանգիստ, ճիշտ է, պինդ խմոր է, բայց լավ բացվում է։ Հիմա ինչ ենք անում։ Մենք խճողակը, որ պատրաստել ենք, քանի որ գունդը երկու մասի ենք բաժանել, այս էլ ենք երկու մասի բաժանելու ու տարածելու ենք։ Այսպես։ Հիմա պետք է ուղղակի հարթ, բարակ տարածենք։ Այսպես դերքերով ավելի հեշտ է տարածում, սիրուն տարածում ենք ու ռուլետի նման փաթաթում ենք։ Իդեպ եզրերը հետո կկտրենք, որովհետև քիչ միսը չէ լինում։ Ոնց էլ անենք, միևնույնն է, ինչպես որ խմորեղենների մոտ միջուկը միշտ քիչ է լինում եզրերից։ Այսպես սիրուն փաթաթում ենք։ Հետո երկրորդն էլ կպատրաստեմ, նոր արդեն կկտրատենք։ Այսպես։ Ուրեմն, թավայի մեջ 1 ճաշի գթալ յուղ ենք դնում, ես օգտագործելու եմ ռեդի յուղ, սիրելիներ, որովհետև իմ ուտեսները հրաշք են ստացվում, շատ համեղ, տեսեք ինչ գեղեցիկ, գույնը տեղը, համը տեղը, կարևորը, որ եվրոպական արտադրանքի է, սիրելիներ, ու խոլեստերին չի պարունակում, հիդրոգենացված նյութեր չկան, շատ հանգիստ կարող եք նաև տապակել։ Խորհուրդ եմ տալիս, ձեր բերեք և պատրաստեք ռեդի յուղ։ Տեսեք, արտադրվում է Եվրոպայում։ Սիրելիներ, հիմա 1 ճաշի գթալ յուղը բավական է, որպեսզի պատրաստենք մեր ուտեստը։ Ես 2 հատ թավայի մեջ եմ պատրաստելու, որովհետև կրկնակի բաժինով եմ պատրաստել, հյուրեր եմ ունենալու։ Հիմա մի փոքրիկ սոխ ենք տապակելու։ Սոխը լցնում ենք ու տապակում ենք։ Սոխը մի փոքրիկ տապակում ենք և ավելացնում ենք լոլիկի հյութ կամ տոմատի մածուկը ջրով բացված։ Համեմում ենք կարմիր պղպեղով, սև պղպեղով, մի լավ խառնում ենք, հիմա ավելացնում ենք տոմատի մածուկը կամ լոլիկի հյութը։ Հիմա կտրատում ենք։ Կարող եք թելով կտրել, կարող եք դանակով կտրել, ինչպես որ ուզում եք։ Այսպիսի, տեսեք, այսպիսի տեսք պետք է ունենա։ Հիմա բարձրությունը նայեք, դե մեծ փոքր դուք ընտրեք, սիրելիներ, ես միշտ թողնում եմ ձեզ։
Սիրելիներ, այսպես հիմա հերթով շարում ենք, որպեսզի եփենք, երեսը ծածկելու ենք ու եփելու ենք։ Հիմա մի փոքրիկ աղ ենք անում, իդեպ շատ խորհուրդ կտայի, որպեսզի շատ խիտ չդասավորեք, որ իրեն տեղ ունենա։ Այդ դրա համար ես երկրորդ թավայի մեջ եմ դրել։ Սիրելիներ, հիմա երեսը ծածկում ենք մոտավորապես 20-25 րոպե պետք է լավ եփվի, որպեսզի միսը լավ եփվի։ Նույնիսկ եթե շատ մարմանդ կրակին անեք, ավելի երկար եփեք, չի խանգարի։ Սիրելիներ, դանդաղ եփվում է, արդեն պատրաստ է, կարելի է մատուցել։ Սիրելիներ, ամենահամեղ ուտեստներից է, տեսեք, որքան գեղեցիկ, համեղ, հյութեղ, ամենակարևորը, դուք երբ պատրաստեք, ընտանիքով անուշարեք, ես ինչպես որ ձեզ խորհուրդ տվեցի, 2 հատ թավայի մեջ կարող եք պատրաստել, որպեսզի ինքը ազատ եփվի, այսպես նուրբ, համեղ, ընտիր, վերջում էլ այսպես համեմով, համեմեցի, մի փոքրիկ կանաչ ենք ցանում, բայց վերջում երբ որ արդեն մատուցում եք, սիրելիներս, իդեպ կարող եք լոլիկի փոխարեն, օրինակ լոլիկի հյութի փոխարեն, պարզապես սոխարածանել, ջրի մեջ եփել, իսկ հետո սրտով մածունով մատուցել, դա էլ է շատ համեղ տարբերակ։ Սիրելիներս, դե ինչ, շնորհակալ եմ, որ դիտեցիք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութին, ինչպես միշտ, սիրով ձեր համար։